Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սևան բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի, նույն բուժհաստատության բժշկի և տեսուչի նկատմամբ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արամ Նիկողոսյանը կատարել է խոշոր չափի գույքի ապշտակություն, ինչպես նաև խմբի կազմում կեղծել է փաստաթղթեր։ Պարզվել է, որ Սևանի բժշկական ընկերության տնօրենը իր մտերիմ անձին ընդունել է աշխատանքի, սակայն վերջինս ոչ պատշաճ աշխատանքի եւ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Ըստ քննության հակաթողախտաբանի հաստիքը զբաղեցրած անձի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով սահմանվել է 0.75 դրույք աշխատաժամանակ։ Երկուշաբթի օրը աշխատանքը բժիշկը պետք է սկսեր 9:00-ին, ավարտեր ժամը 15:30-ին, իսկ երեքշաբթիից ուրբաթ օրերին 9:00-ից մինչև 13:10։ Բացի այդ ավելացնեմ, որ բժիշկ հակաթողախտաբանի հաստիքը զբաղեցրած անձը 2023 թվականի հուլիսի 3-ից 0.75 դրույքով աշխատել է նաև Երևանի Արաբկիր առողջության կենտրոնում, ընդ որում նույնպես 0.75 դրույքաչափով եւ 0.75 դրույքաչափի պայմաններում վերջինս մոտ 4.5 ժամ ամեն օր բացառությամբ շաբաթ կիրակի օրի պետք է գտնվեր աշխատանքի վայրում եւ կատարեր իր աշխատանքային պարտականությունները, իսկ Սևանի բժշկական կենտրոնում եւ Արաբկիր բժշկական կենտրոնում միաժամանակ նույն դրույքաչափով եւ ամեն աշխատանքային օր աշխատելը ողջամտորեն հնարավոր չէր։ Պարզելու համար, թե որ բուժհաստատությունում է բժիշկը իրականում աշխատել, ուսումնասիրվել են նաև նրա բջջային հեռախոսի տվյալները։ Տեղակայումներով պարզվել է, որ վերջինս շուրջ 210 օր չի գտնվել Սևան քաղաքում, մասնավորապես իր աշխատանքային ժամերին վերջինս գտնվել է Երևան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում եւ սպասարկվել է բջջային հեռախոսահամարը սպասարկվել է այնպիսի ալեհավաք կայանների կողմից, որոնք չէին կարող սպասարկվել Սևանի բժշկական կենտրոնի տարածքը։ Սևանի բժշկական կենտրոնի 100% բաժնեմասը պատկանում է պետությանը, հետևաբար պատճառված վնասը հասցվել է պետական բյուջեին։ Վնասի չափը կազմում է 2.238.745 դրամ, այսինքն նախաքննության ընթացքում պարզվել է, որ շուրջ այդքան աշխատավարձ ավել է վճարվել վերջինիս, այնինչ նշված անձը իշալ օրերին չի գտնվել աշխատանքի։ Նախաքննության ընթացքում բժշկական ընկերության տնօրենի մերձավոր ազգականի կողմից վնասի վերականգնման նպատակով գումարը ամբողջությամբ վճարվել է ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարին, սակայն վերջիններս ներկայացված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել։ Արամ Նիկողոսյանը մեղադրվում է ծառայողական լիազորություններն օգտագործելով վստահված գույքը խոշոր չափերով հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Նույն վարույթով բժիշկն ու կադրերի տեսուչը մեղադրվում են հափշտակությանը օժանդակելու եւ փաստաթղթերի կեղծման համար։ Նրանց նկատմամբ կիրառվել են խափան միջոցներ, մասնավորապես կասեցվել են ինչպես ընկերության տնօրենի, այնպես էլ կադրերի տեսուչի եւ համապատասխան բժշկի պաշտոնավարումները Սևանի բժշկական կենտրոնում։ Բացի այդ նաև վերջիններիս նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափան միջոցը։ Թեև փետրվարի 6-ին Արամ Նիկողոսյանի պաշտոնավարումը կասեցվել են, նա փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի համակարգչային շերտագրման նոր կաբինետի բացմանը։ Թե ինչու է խափանման միջոցի կիրառման պայմաններում Արամ Նիկողոսյանը մասնակցել բուժհաստատությունում տեղի ունեցած միջոցառմանը, հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ անդրադարձել է նաև կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Խոսքը մի իրավիճակի մասին է, երբ քննարկման առարկա է ոչ թե քերական վարույթի կարճումը, ոչ թե պաշտոնատար անձին պատասխանատվությունից ազատելու որևէ փորձ, այլ ընդամենը կիրառված խափանամիջոցի պայմանների ենթադրյալ խախտում։ Սա ինքնին վկայում է, որ կոմիտեն գործել է անաչառ եւ հետեւական մոտեցում կոռուպցիայի դեմ պայքարում անկախ անձի զբաղեցրած դիրքից։ Նշեմ նաև, որ խափանամիջոցի պայմանների ենթադրյալ խախտման դեպքերի առնչությամբ ձեռնարկվել են օրենքով նախատեսված համապատասխան գործընթացներ, իսկ քերական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդագիր է ուղարկել առողջապահության նախարարություն։ Քննչական մարմինը չի բացառում, որ նույնիսկ այն դեպքում, երբ տնօրենի լիազորությունները կասեցված են, նրա ներկայությունը կարող է որոշակի ազդեցություն կամ կաշկանդվածություն առաջացնել վարույթով ներգրաված անձանց վրա, որոնք ըստ էության նույն բժշկական կենտրոնի աշխատակիցներ են։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։